Բարի երեկո։ Մեր երկրում այնպիսի խելագարություն է, որ այլևս որևէ բանի վրա հնարավոր չէ զարմացնել։ Օրերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ժամանակվա որոշումը։ Մեկ պահ պատկերացրեք, Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը, հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է։ Իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ Գնդերեսները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեսներ, որ 1997 թվականի հանգուցյալ Գարեգին Վեհափառի եւ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին։ Նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ գնդերեսներ, որոնցից զոհեր եղան 44-օրյա պատերազմում։ Ունենք անհատ կորած գնդերես, ունենք վիրավորված գնդերեսներ, որոնք երբեք չնահանջեցին, չընկրկեցին, եղան զինվորի կողքին։ Այսօր Պապիկյան, Սուրենն ու Նիկոլ Փաշինյանը որոշում են, որ այլևս հոգևոր ծառայություն պետք չէ մեր զինված ուժերում։ Այլևս քանակերի եկեղեցի, որ մեր զինված ուժերի եկեղեցին է, այլևս այնտեղ զինվոր չենք տեսնելու, իսկ ամեն կիրակի պատարագին բազմաթիվ զինվորներ ենք տեսնում։ Այլևս Աշոտ Երկաթի խաչը, որ մեր զինված ուժերի պահապանն է, Վեհափառի որոշմամբ, այլևս բանակի հետ կապ չի ունենալու։ Եկեղեցու դեմ արշավ, փոքրուկի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ։ Տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնց իրենց ուսադիրի վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեսների, բայց որևէ մեկը չդավաճանեց Վեհափառին, որևէ մեկը չդավաճանեց հայ առաքելական եկեղեցուն, ոնց որ պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։ Ի տարբերություն սրանք, տեսան, որ չեն կարողանում ազդել։ Եվ իրականում վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեսների ինստիտուտը համակարգը վերանալու է։ Եվ բանակի տոնի նույն այս շրջանում, երբ որ Նիկոլ Փաշինյանն այդ զինվորականներին նայելով ուղղակի անգրագետ դատողություններ էր անում, մեկը ծպտուն չէր անում, արցախցի զինվորականների ներկայացավ Արցախն էր ուրանում։ Հիմա այլևս այդ ճիշտ այդ օրերի մեր զինված ուժերում իրենց խոնարհ ծառայությունն իրականացնող հոգևոր առաջնորդը եւ հոգևոր ծառայությունը վերացում են Սուրեն Պապիկյանի հրամանով։ Տեսնենք, էլ ինչ փորձանք են սրանք բերելու մեր գլխին։ Մինչև մեր ժողովուրդը սրանցից ազատվի։